10 Ինչ շատ էր Մտանք, բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, շարունակում ենք մեր քարոզ արշավը նոր քիչ օր զանգվածում, եղանակը ճիշտ է, մի քիչ ոնց որ էլի անբարենպաստ է, երեք անձրև էր շարեցինք, բայց այսօր հույս ունեմ կստացվի տեսնել մեր բնակիչներին, բակերով պտտվենք, խոսենք, իհարկե այս վերջի երկու օրերին հետաքրքիր զարգացումներ են եղել, հատկապես վերջի ժամերին, բայց դրա մասին առանձին բաներով, նյութերով կիսվել ենք իհարկե, պարզվում էր հիմնական մրցակիցների մոտ այնպես փաստաթղթեր կեղծելու եւ այլ խնդիրներ կարող է հանդես գան, տարբեր երկրների հատուկ ծառայությունների հետ կապեր, սենց հա գնանք, այդտեղ բաներ կան, այդպես զրուցարաններ, բաներ, մարդկանց տեսնենք, հա, օքեյ, շատ լավ է, անձրևը շատ սպասելի չգա Չէ, բայց ամպերը կուտակված են, բարև ձեզ ամեն դեպքում ես բանա, հիմա բակային բանը չկա, էլի, մարդիկ ոչ ցերեկը, ոչ իրիգունա դրսում չեն ելնում գնում են, շաբաթ կիրակի չեն ելնում, այնը շաբաթ օրը մանեկանք այդքան մարդ չկար իրականում Բարև ձեզ Ոնց եք Ոնց է գործերը Ամեն դեպքում տամ որտեղ կանգնեք Հա լավ եղեք Հա Դե հա իհարկե խաղաղությունը կարևոր է բոլորի համար Եվ մարդիկ հասկանում են, որ չեն կարող կորցնենք այդ ինչ որ ձեռք ենք բերել ի հեճուկս այդ բոլոր պնդումների, որ բան են չի մեր խաղաղության հետ շատ ամեն ինչը լենա եւ ճիշտ ուղղության վրա ենք Այս տարի մենակ եղանակ է ինչի մայիսի 19-ն է ու ցուրտ է սովորաբար շորտիկներով էին ման գալիս արդեն այս օրերին Այս ցուրտ է նաև դրա պատճառով մարդիկ դրսում չեն իսկ չէ բան կա տենց այգիատիպ տեղեր հա որտեղ սենց սև ամպեր կա կուտակված հենա օրինակ զրուցարաններում էլ մարդիկ չկան հիմնականում Բարև ձեզ Ոնց եք, կարելի է ձեզ բարևել Ոնց է գործերը Ձեզ ուզում եմ փոխանցեմ մեր նախընտրական ծրագիրը ու կոչ անել, որ տեր կանգնենք խաղաղությանը լավ եղեք Սենց հա Սենց են քայլում Բարև ձեզ, ոնց եք Ձեզ կարելի է փոխանցել մեր նախընտրական ծրագիրը ու կոչ անել մասնակցել ընտրություններին ու տեր կանգնել խաղաղությանը Այսօր արդեն 20,000 քայլել եմ Հանրապես այս քարոզ արշավը լավ ֆիզիկական ծանրաբեռնվածություն է կարդիո բեռ Ուղիղ թե աջ Թե սես գնանք Մարդիկ ընդեն է, այգու մոտերն են հարացվում էլի, հա, Okay Հա, այս են այգին, հա, որ կենտրոնական այգին է, հա Okay Շատ լավ է Մի քիչ տեմպով ենք անում, որ անձրևի տակ չմնանք, բայց այլ ոնց հասկանում եմ ձեր չկա, տարբերակ չկա Մնալու ենք անձրևի տակ Մարդիկ է, որ տեսնում են ամպերը, դուրս չեն գալիս Սենց անցնենք, հա Այգու վերջով սենց տորեն դնում հետի շարում
Անցա նարդու ձեն ա գալիս։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ ենք, դուք Ոնց ա գործերը։ Լավ, մերսի։ Դեր կանգնում ենք խաղաղությանը։ Կանգնում ենք, բա ինչ պետք է անենք։ Որ մենք չկանգնենք, ով կանգնի, չէ։ Դե լավ եղեք, չմոռանաք մասնակցել։ Ստեղ ա նարդու ձեները գալի։ Մտնենք։ Մտնենք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց ա գործերը։ Կարելի է ձեզ մի երկու րոպե խանգարել, թե չխանգարենք։ Չենք նկարի։ Չէ, ինձ ա նկարում, էլ ձեզ չի նկարի։ Բարև ձեզ։ Բարև։ Հեսա կողքից կանի, մենակ ձենս կգա։ Ոնց եք, լավ եք։ Բարև ձեզ, լավ։ Այս ընտրությունների համար ինչ եք մտածում հետ։ Մտածում ենք ընտրությանը մասնակցենք։ Հա, կարևոր է, չէ։ Տեր կանգնելու ենք խաղաղությանը։ Մի երկու հատ թողեմ ձեր մոտ, որ կարդաք, գլոբալ կարևոր է, որ հասկանում եք։ Հա, համեցեք։ Վարչապետը գալու է, ամսի 22-ին։ Հենց ստեղ էլ հանդիպելու ենք, տենց երևի 4-5-ի կողմերը ստեղ կլնենք, հրավիրում ենք մասնակցելու։ Պարոն Թուրքսանյան, ես արդեն գործ ունեմ, միակ բան ասեմ ձեզ։ Ուղի եթերում ենք, եթե անձնականը Չէ, անձնական չէ, ցած ուղի եթերում եք ասում։ ասա։ Ախպերս իմ բանն է։ 63 տարեկանը փետրվարի 12-ից ծնունդ եղել։ Ուրեմն 9 տարի մի բան Ստաժը չի ստաժը, էդի տենց է, բայց ցավը տանեմ։ 8 տարի նստել է Ռուսաստանում։ 17 տարվա ստաժ ունի։ Ես փետրվարից մինչև Ռուսաստանում ինչ ունի։ նստած է Ռուսաստան, 8 տարի կալանք ունի։ Կալանքը ստաժ համար, որ ստաժ չի համարվում դա։ Ինչի է համարվում, որ ինչի պետք է համարվի, որ Օրինակ աշխատում եք, ասենք 5 տարի նստել է, աշխատանքային աշխատում են, չէ՞ մարդիկ։ Պետք է, պետք է նայենք, եթե բանով պետք է նայենք, Մարդիկ այնտեղ աշխատում են։ պետք է բանով նայենք, օրենքով նայենք, այնտեղ Ռուսաստանի որոշ բաներ սովետի վաղտանը անցնում է, որոշ բաները անցնում է նաև սովետից հետոին, բայց ամեն ինչ չի անցնում։ Բայց մի հատ հեսա կարանք համարը վերցնենք, զբաղվենք։ Հա, էլի ցավը տան։ Եթե օրենքով հասնում է կտանք։ Եթե օրենքով բան չասի։ Դրա համար հարցեցի։ Հիմի ընդ երկու Okay, հեսա համարը մի հատ տվեք, կանցնարեմ կզբաղվեմ, էլի։ Մի հատ էլ ձեզ փոխանցեմ ու գնամ։ Ոնց եք։ Բայց ես մի հատ ուզում ես, որ ես ձեզ գա, մի հատ հարց կա։ Ես ուղիղ կապովել էի բանարը, Հա, որ ասենք ազգային ժողով նախաձեռնությամբ հանդես գա։ ասեք, ինչ խնդիր։ Օրինակ կինս 63 տարեկան լրացել է, թոշակը ասենք 8 տարին, Հա, ասենք լրացել է 10 տարի չկա, որ բանը, ասենք անցնի թոշակի։ նու որ անցնի աշխատանքային թոշակի, որտեղ 65-ից մեկա ծերության նպաստը տալու ենք։ Հիմա տեսեք, ինքը Բաքվում աշխատել է, Սովետական միության ժամանակ։ ինքը դասատու է աշխատել։ Ու ես ինչ անում եմ, ոչ մեկ պատասխան չի կարող տալ։ Ինչի։ Չի կարող։ Փաստաթղթերը կա։ Չկա փաստաթղթերը, որովհետև իրանք որ փախստական որպես Պրոբլեմն է դա, հա։ Այսինքն հիմա ո՞նց են կարգավորելու այդ հարցը։ Եթե գոնե Տրուդավոյի բանալներ սովետական միուց դե հիմա Հիմա կա դիպլոմը։ Նայ, դիպլոմը կա։ Դիպլոմը հաշվում է։ Տեսեք, դիպլոմից հետո ավարտել է, ավարտելուց հետո 4-5 տարի աշխատել է անդե։ Հիմա փաստորեն դիպլոմը ավարտականից հետո եւ ինքը որպես փախստական գալը 4-5 տարի կա։ Ինքն էլ չի որ դիպլոմը ստացել է ու Դե հիմա նայեք, ես ձեզ 100% հավատում եմ, դուք խափելու ոչ մի բան չունեք։ Բայց այդ որոշումը կայացնելու համար օրենքով եւ ցանկացած պաշտոնյա դուք էլ լինեիք այդ որոշումը կայացնողը, օրենքում գրած է, չէ՞, պետքա լինի այս փաստաթուղթը, այս փաստաթուղթը, այս փաստաթուղթը։ Եթե չկա, ես դրա համար եմ ասում, այդ որոշումը ո՞նց կայացնի։ Ես ասում եմ նախաձեռնությամբ։ Okay, հանդես գաս, բայց ինչ գրենք մեջը։ Ինչ գրեք, ուրեմն ինքը պետք է կարողանա, ասենք, ապացույցի գոնե վկաների, գոնե իր բայց դա հիմա էլ կա։ Չկա, չկա։ Դատարանով հնարավոր է ապացուցել վկաները։ Չէ, բա վկանում գա, լսի, ում մոտ գա վկան։ Այդ վկան պետք է գա ինչ որ մեկին ասի։ Այսինքն դրական նախաձեռնություն որ լի է, որ այդ դեպքերում
հաշվի առնելով սենց Նա այդ եմ ասում, հիմա էլ կա, դատարանով կարելի է ապացուցել, որ այս մարդը իրոք աշխատել է, վկայություն բերելով դատարանը համարում է, որ ճիշտ է, ասում է տվեք։ հոգի որ կան, Դատարանով հիմա հնարավոր է։ դատարանով մտնենք, դա կատարենք։ Դատարանը եթե կորոշի, որ այդ վկայությունը հիմնավոր է, Կարա որոշի կարա չէ։ դե բա մենք ինչ անենք։ Հիմա ես դες հավատում եմ, Հիմա բայց մենք դա չգցենք դատարանը։ Բա ում վրա Ասեմ գցենք։ օրենսդրական հասկացա, բայց նախաձեռնությամբ ինչ որ մեկը պետք է լսի, չէ, այդ վկաներին։ Ասենք ես պիտի լսեմ։ Ես ոնց հավատամ։ Այսինքն եթե ազգային ժողովը օրենք է ընդունում, Հասկանալի որ է։ Բաքվում դրանք շատ մարդ չեն, մի 3000 հոգի հազիվ էլ Չէ, են։ հարցը շատ մի քիչ չի, մի հոգին էլ է կարևոր։ Մի հոգին էլ է կարևոր։ Ես նկատում եմ միևնույնն է, ինչ որ մի պրոցեդուրա պիտի անցնի, չէ։ Այդ պրոցեդուրայի մեջ պիտի չէ հասկանանք ինչքանով է հավաստի, որտեղ ես դες հավատում հիմա եմ, տեսեք։ բայց հիմք է պետք։ Հիմա մեկ ուրիշն է կարա գա ասի, որ չի եղել այս բան, բայց ասի եղել է։ Կարա ասի, եթե պետքա այդ բանը ասի, պետքա որ քաղաքացու օգտին լինի դա։ Ուրեմն առանց վկայի, ուրեմն այդ եթե ովքեր այդ ունեն այս խնդիրը 63 տարեկան ով է լրացել, քանի հոգի գիտեք։ Ուրեմն համարել, որ եթե տարիքը բռնում է, համարել աշխատանքը։ Այդպես պետք է բոլորին համարել։ Կներեք, էլի, բայց դեպքում Հայաստանի Հանրապետությունում, այն վաղ սովետական Հայաստանում ապրողը լիքը տես մարդիկ կան, որոնք որ չունեն բավարարство։ Դրանք պետք է բոլորին համարեն։ Չէ, բոլորին մի համարի, որովհետև ինքը ստե է ապրում։ Իրան իրավական խոչընդոտ չունի ապացուցել համար։ Փաստաթղթեր կորել, սովխոզներից, կոմբինատներից, բայց ինքը խնդիր լավ հասկացա, ձեզ կմտածենք դրա շուրջ, ես նկատի ունեի, որ մի քիչ գլոբալ է, էլի խնդրումը, մենակ մի քանի հոգի համար։ Բացի այդ խաղաղության է կետում, չէ՞ տեր կայնելու։ Բայց այս հարցը քիչ է ալիովի բարձրացնում, որ այդ մենք հանդիպում քաղաքացիական հասարակությունը գնաց ընդ հարցը քիչ բարձր։ Շատ հետաքրքիր բան է ասում։ Բայց եթե խաղաղության է գնում, տեր կայնելու նաև էսա, չէ։ Արձագանք է, եթե թույլ տակ։ Իհարկե դրան էլ ենք անդրադառնալու, բայց դրա համար պետքա միջպետական հարաբերություններ հաստատվեն, պետքա դիվանագիտական ներկայացուցիչներ բացեն։ Դա գալու է, ուզում ասեմ, միանշանակ դրան գալու են նաև փաստաթղթերի փոխանակում։ Իսկ եթե ասենք այնտեղ իր հետ աշխատող ադրբեջանցի է եղել։ Հա։ Ինքը իհարկե պետական մարմինը չի տալու այդ փաստաթուղթը, բայց իր դասընկերուին, որ այնտեղից գնացել է Մոսկվա, ու նույն տարեթիվը բռնում է բանը, ասենք այնտեղից հավաստիում է, ասենք իր պասպորտը։ Այդ մասում դա կարա հիմք հանդիսանա, էլի նույն դատական process-ում կամ այդ ձեր ասած process-ում։ Դատական process-ը հարցը զանգով հարցնեմ, ասեմ, բարև ձեզ հավաստիացեք։ Պետք է process-ը լինի, է։ Սա պետք է ասենք։ Okay. Տրվի այդ իր։ Okay. Չկան այդ կան, 200 հոգի հազիվ են։ Հարցը 200, նույնիսկ մի հոգին կարևոր է մեր համար։ Ուզում ասեմ, ճիշտ եք ասում, կա խնդիր, պետք է լուծման ճանապարհներ գտնենք, okay։ Դե այս հունիսի 7-ին կոչ ենք անում տեր կանգնել խաղաղությանը, որը նաև է ձեր ասած հարցը լուծի։ Դե հիմա խաղաղությանը տեր կայնը ճիշտ ասած հիմա շատ բան չընտրային ենք, էլի։ Ես մի քիչ այլ կարծիք ունեմ, առհասարակ ես։ Այլ կարծիքը որն է։ Լրիվ այլ կարծիք, հիմա որ ընդլայնվեն։ Հա։ Կարող է լայնվել։ Դե ընդլայնվելով լսեք իմ հարցազրույցները, դուք հաստատ ինչ ճանաչում եք։ Չեմ ճանաչում, Չեք ճանաչում Սարուխանյան Գագիկ կլսեք Նիկոլ Փաշինյանին, որ հարցնեք ինքը շատ լավ։ Մենք իրար հետ էլ քայլել ենք Հրազդանից դեպի Երևան։ Ու ընդ որում, երբ որ դուք եկաք օպերա մտաք, ես ու Վալոդ Ջավետիսյանը նստածուց էինք անում Սերժ Սարգսյանին հեռացնելու համար։ Բայց չգիտես ինչի, բայց չգիտես ինչի, դուք որ եկաք անգամ չբարևեցիք մեզ։ Եկաք օպերայի մասին շարունակ մեր դեմը, ես ու Վալոդ Ջավետիսը նստած, ես չեմ խոսում։ Անձամբ չեմ եղել այդ պահին։ Հիմա տես կարող է դուք գործընկերների մասը իրար երեսին նայեցին, ասենք ես չհասկացանք, նա բարև տա։ Նիկոլ Փաշինյանը խոսեց 15 րոպե, վերջում էլ հելավ, մենք էլ հելանք կայնանք, ասեց գնում եք Ֆրանսիայի հրապարակ, հելան գնացին ու վերջ։ Այնդ մենք միասնական չենք անում։ Պլանը տենց է եղել, տենց է մտածված եղել։ Պլանը ես զարմանում եմ, թե խիա պլանը տենց դառել։ Պլանը դարձավ, պլանը որ գնում խոսում ենք, հանդիպում ենք, մենք պլանը աշխատեց։ Պլանը տենց էր, պլանը աշխատեց։ Կարապետ Ռուբինյանը եկավ ասեց արի միանանք, ասի միանանք։ Ու հետո նրանց եղավ առանց մեզ տեսեք իմ քո չկա հեղափոխության ես դրամար եմ ասում խոսեմ շատ որ խոսեմ հակ խոսեմ դրամար առողջ եղեք խաղաղություն լրի բոլորիս կայնել արժանապատվության ոնց է բարև ես եմ շնորհակալ ունեք մեր բուկլետը լիքը ունեմ տոնը ցավը տերենք խաղաղությանը բաբուց լավ եղեք
Nigde spas. Դե, պրիվետ։ Դե քայլում են ձեր մոտ, էլի։ Բարև ձեզ։ Ոնց է։ Նորից բարվել ենք, շատ լավ եմ։ Դուք լավ եք։ Աղաղակ։ Ստեսություն, ստեսություն։ Այս կոմ, չէ։ Ուրա, ոնց որ ամպերը բան այսօր եղանակը ավելի բան է նպաստա։ Այս լավ էլ մեծ այգի ունեք, ես ստեղ չէի մտել։ Հետո ոնց են գնում, աջ, ձախ, սենց, սենց։ Կամաց, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Սենց դուրս գալու ճանապարհ կա, թե Սենց դուրս է գալու։ հա։ Բարև ձեզ։ Օպա։ Լավ այգի ունեք, պրիվետ երեխեք։ Հա։ Հա, մենք ենք ազատել, հա։ Դուրս։ Այսինչ գազան հեծանվորդներ են, հլն այն ինչեր անում։ Հələ նկար լավ չէ, ուշացար։ Հա, բայց այսքան փոքր է թորն ասվել, պետք է պտտվենք էլի։ Հա։ Ստեղ ինչ ունենք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Բարև եմ, ձեր ձեռքը սեղմն եմ։ Աշխատավոր մարդիկ միշտ հարգանքի են արժանի։ Նմանապես։ Ուզում եմ կոչ անել հունիսի 7-ին տեր կանգնել խաղաղությանը։ Գլխավոր ամանատար։ Գործերին հաջողություն։ Նմանապես։ Շատ հաճախորդներ, լավ եղեք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, շնորհակալ եմ։ Տեր ենք խաղաղությանը։ Ես տեր եմ։ Տեղ խանութ կա, չէ՞, ոնց որ։ Կամաց, այս երեխեքը մեզ տակն են գցել, լուրջ եմ ասում։ Ինչ դվիժելի աստեղ։ Գնարեք, համացեք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ բարևել մի հատ անձամբ։ Ոնց է գործերը։ Մերսի, լավ բան։ Այս հունիսի 7-ի համար ինչ եք մտածում այդ ընտրությունների։ Կարևոր է, կարևոր չի։ Հունիսի 7-ի։ Հա։ Մտածում եմ հունիսի 29-ին ծնունդս ոնց եմ անելու։ Լավ։ Բայց միջև այդ իմ ծնունդն է, այսօր իմը պետք է մտածեմ 21-ին է։ Դե ամեն դեպքում չխանգարեմ։ Մեր նախընտրական ծրագիրն է վարչապետի ուղերձով կոչ ենք անում մասնակցել եւ տեր կանգնել խաղաղությանը։ Լավ եղեք, ստեսություն։ Սենց գնանք, հա։ Հա։ Ոնց եք, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք։ Շատ լավ։ Լավ եղեք։ Մերսի։ Այս մեր նորակառույցներից է, չէ՞, էլի մանկապարտեզը։ Հա։ Իսկ կարող են այս գնալ, ոնց հա ճիշտ։ Ոնց հա։ Մարդիկ որտեղ կլինեն։ Հա։ Okay։ Մի հատ էս մանկապարտեզը ցույց տվեք։ Բարև ձեզ։ Լավ, ոնց ես։ Այս բավական մեծ մանկապարտեզ է, ոնց հասկանում եմ, էլի 0-ից կառուցված կամ վերանորոգված ակնհայտորեն։ Հա։ Ու սենց հենց այս տիպի հենց նույն ձև նույն նախագծով ջրվեժում էլ կա։ Ու շատ մանկապարտեզներ կան վերանորոգված եւ կապիտալ վերանորոգված եւ կառուցված։ Բարև ձեզ։
կա, մարդիկ քիչ են, էլի։ Պետք է շաբաթ կիրակել են գալիս, այգիներում են հիմնականում։ Եղանակն էլ չի տրամադրում։ Մենք հույս ունենք, որ ավելի տաք եղանակ կլինի, բայց անձրևային մայիս է մեզ սպասում, ոնց հասկացանք։ Նախ հեսա այս մեր քաղաքացիներն էլ տեսնենք ստեղ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Չեք նկարի։ Բարև եմ ընդամենը։ Ոնց եք։ Փոխանցեմ գնալ, չխանգարեմ։ Արդեն ասացի, որ չեմ նկարում։ Դե կոչ ենք անում մասնակցել ընտրություններին, պետք է կանգնել խաղաղությանը։ Հա։ Ստեղ էլ փողոցից դուրս եկեք մի խանգարեք։ Երեխեք ոնց եք։ Լավ եք։ Սպասում եք դասերը պրծնի, չէ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ոնց եք։ Ինչ գործնեք ստե։ Բարև ձեզ։ Որ կոմ քայլենք, որ մարդկանց տեսնենք, բարև ձեզ։ Ձեզ բուկլետ չեմ տալիս, դուք ունեք բոլորը։ Մերսի, մերսի, ուղի հետր եմ, չմորանաք։ Որ կոմ քայլենք, հա։ Բարև ձեզ։ Ոնց եք, ոնց եք, բարև ձեզ։ Այս հունիսի 7-ի համար ինչ եք մտածում։ Կարևոր է, մասնակցելու եք ընտրություններին։ Դե ես մեր կողմից կոչ եմ անում տեր կանգնել խաղաղությանը, որը ձեռք ենք բերել։ Բարև ձեզ, լավ եք։ Շատ լավ է։ Ինչով օգնեմ ձեզ, Հայրիկ ջան։ Ինչով ուզես։ Խաղաղությանը տերենք։ Տերենք։ Դե լավ եղեք, առողջ եղեք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Ոչ, Բարև ձեզ։ Ձեզ ուզում եմ մեր նախընտրական ծրագիրը փոխանցել։ Իհարկե կարելի է։ Պետանաբանական այգուց որ կբարձրանանք տրանսպորտով։ Ահա։ Դա մշտական խնդիրներ կա։ Որ մասում։ Հենց այդ մասում սա ավտոները շարված են։ Աջ կողմի վրա։ Հա, աջ կողմի վրա, այդ կողմի վրա սա աղջել ռեստորանների էլ համար կանգ տեղեր կա։ Արքայաձորը, Էրբինը, տեղ ազատ տարածք կա։ Մի հատ տարածք ստեղծեք, թող մեքենաներ կան, կայունությունին ժողովուրդը արխային երթան կենտանական, բանական այդ երեխեք են։ Տարածք կա տեղ, հենց կողքի հետ տարածք լիքը ազատ տարածք։ Այսինքն խնդիրը ավելի շատ, որ հեշտ կարողանան մտնեն, չէ՞, այգի։ Կարողանան մտնեն, բացի դրանից տրանսպորտի Հա, ճիշտ եք ասում։ խցանման միջոցները թույլ կա, Ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում, ճիշտ եք ասում, անպայման։ Քաղաքապետարանը մտածում է, բայց ես կասեմ, որ ավելի ուշադիր ունենա։ Բացի դուրս բագերն որ կարգավորեն, մեր ծայրամասը չեն կարգավորել, հետո հաջորդ հերթականությամբ թող կան։ Դիմում կրե, չէ։ Չէ, հերթականությամբ չեն գալիս, ընդ եգեն են ստե չեն գալիս։ Այս հերթականությամբ այն իմաստով, որ մի տեղը արվում է, հետո մյուս տեղն է արվում։ Հիմա աջ ու ձախ առաջ հետոն շատ տարբերություն չկա, մեկը մեր բակերն են, մեր երեխեքն են։ Թոշակները ավելացնելու համար նույնպես։ Մերսի, լավ եղեք։ Ապա ոնց են գնում։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Հունիսի 7-ին տեր կանգնենք խաղաղությանը։ Լավ եղեք։ Ինձ բուկլետ կտակ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։
թույլ կտակ ձեզ փոխանցեմ մեր նախընտրական ծրագիրը ու կոչանել մասնակցել եւ տեր կանգնել խաղաղությանը։ Այս կենտրոնական, այսպես դուրս է գալի այն բուլիժնիկների հատվածը, չէ՞։ Հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Յոլա, էլի։ Հունիսի 7-ին տեր կանգնենք խաղաղությանը ու մնացած կարևոր բաներին, որ դրանից բխում է։ Բարև ձեզ։ Ձախ, հա։ Սենց։ Բարև ձեզ։ Սենց, հա, օքեյ։ Սպաստնանք ստեղ ինչ հա կատարում։ Զգուշ եք, ավտոյի տակ չընկնեք։ Բազա բացված բանը։ Հա, նա ստեղից նայեմ, էլի մի հատ։ Բարև ձեզ։ Չի լսվում ստեղից։ Լա։ Բարև ձեզ։ Ոնց է։ Թողեմ ստեղ, հետո կվերցնեք։ Մենք ենք։ Մի բարևեք, ոչինչ։ Բարևն Աստծունն է, ինչպես ասում են, թե ես չպետք է դա ասեմ։ Եկեք։ Սենց։ Մարդիկ ասում են, որ հերթով չեք սարքում հրապարակները։ Հա, այսա մատ ուզում եք, տեսեք, եթե դեմ չեն լինի գնանք։ Սիրուն խաղա հրապարակ կա։ Ոնց եք երեխեք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Հունիսի 7-ին տեր ենք խաղաղությանը։ Թե չէ։ Բարև ձեզ։ Ավերեք։ Հա։ Չեն ուզանալու, խանգարենք իրանց գործը երևի, պասի ես մտնեմ առած նկարելու։ Բարև ձեզ, ոնց եք։ Ոչ մեկ չի ուզում մոտենա մեզ։ Ես մտնեմ։ Կարելի է։ Մի հոգի։ Լավ եղեք։ Այս է լավ, բան խաղաղ, դաշտ ասի, բայց բանը արդեն պոկվել է, պետք է վերանորոգել։ Այս երբ հա սարքած։ Պետք է փաստորեն 3 տարի մեկ բան անել, թարմացնել։ Բարև ձեզ։ Ահագին մեծ է, 4 մասիտ էլ ահագին մեծ փաստորեն։ Ստեղ էլ այն ինչ-որ դաշտ, հա, հետո ասում եք չեն սարքում, արդեն այս 10-100 մետրի վրա 3 հատ խաղա հրապարակ ու հան տեսանք, հələ սպասի, բարև ձեզ, ոնց եք, բարև ձեզ, ոնց եք, ոնց եք գործերը, երեխեք լավ են խաղում, Լավ, շնորհակալություն, շատ լավ։ տեր են խաղաղությանը, Այո, պարոն Թորոսյան։ շնորհակալություն, լավ եղեք։ Այս պիտի մարդ երեխա ալներ, որ սենց տեղերը խաղար, էլի։ Ափսոս մենք երեխա չենք այլևս։ Հետո աջ ձախ։ Ուղիղ էլի, հա։ Կտաս աղաման ջան, երկու հատ։ Բարև ձեզ։
Հունիսի 7-ին չենք մոռանում։ Ձախ։ Սենց, հա։ Արանքներով, հա։ Բայց ինչ որ բնակելի շենքեր են, հա։ Ոչ մի ժամին մարդ չկա դրսում 7-ն է, էլի մարդիկ հիմնականում ասում են, չէ, կյանքը տեղափոխվել է մոլեր, մոլերում են բոլորը։ Ակնհայտ է իմ համար դա։ Կամ հեռախոսների մեջ կամ մոլեր։ Էդա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եք։ Լավ եք։ Այսքան մասիվը լրիվ ճանաչեցի ես մի շաբաթ երկու շաբաթում։ Okay. Բայց բանա, հարգելի հեռուստադիտողներ, հատկապես նոր-նորքից մայիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն է այցելելու նոր-նորք, հրավիրում ենք բոլորիդ մասնակցելու, փորձելու ենք բոլոր նորքի զանգվածներում լինել առանձին, հուսանք կստացվի, եթե շատ բան չանեն, մեր ճանապարհին շատ չկանգնեցնեն մեր մյուս քաղաքացիները, որ հասնենք նաև ձեզ ավելի մանրամասն երթուղու մասին մոտենա օրը կասենք, վարչապետը կասի իր ուղի եթերում մենք կասենք, բայց հիմիկվանից տեղյակ եղեք։ Այժ թե ձախ։ Հա, եկեք գնանք այգին նայենք։ Էս էլ է արհեստական խոտածածկ։ Մենակ ես մի կտոր տեղը 4-5 հատ ինչ կապ ունի նկատի ունեմ լիքը բան է արված էլի ճիշտ է դեռ շատ էլ կա արվելու այնց չի որ համեմատելու է բայց ամեն դեպքում հեսա մոտենանք գնանք բարև ձեզ ոնց է գործերը փոխանցեմ այո տերենք քարտը չկա կլինի վարչապետի կողմից ամսի 22-ին եկեք ես կողմ Հա, այսը մի քիչ ուրիշ տեսակի բան է, հա? Հա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ բարևել։ Իհարկե։ Ու Շատ ուրախ եմ ձեզ տեսնալու համար։ տերեն խաղաղությանը։ Միլիոն%, միլիարդ։ Բոլորին զգուշացրեք ու ամսի 22-ին նաև վարչապետն է գալու համեցեք։ Ես էլ եմ ուրախ, մերսի։ Ուզում եմ մի հատ խոտի որակը նայեմ։ Շատ լավն է։ Կավոր շուտ է փչանում, աշճանաբար ավելի որակով են, էլի սարքում ես դաշտերը։ Նոր եմ փռել, անհամեմատ որակով։ Երանի մեր երեխեքին, երանի, ինչ ասեմ։ Այն կողմ ուր է գնում։ Հա, մի անգամից դուրս է գալիս։ Զգուշ եք երեխեք։ Զգուշ եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ով է կրում։ Ընկերություն, հա։ Այս հունիսի 7-ի համար հեչ ինչ եք մտածում ընտրությունների։ Ինչի։ Ինչի՞ չեք կարող, քաղաքացիություն է պետք ուրեմն ստանալ։ Դիմել եք, բայց ոչ չեն ընդունում, տես բան չկա։ Չկա տես բան, ժողովուրդ ջան, խաբում են։ Ոչ մի կաղնեցված չի, հենց հիմա 1500 հոգու բան տված է ստորագրման ու արդեն 30 հեսա թիվը կարամ կոնկրետ ասեմ։ Քանի հոգի է մինչև հիմա ստացել ու ոչ մի նման բան չկա, որ կանգնեցրած է։
Ջորջան, չկա տես բան։ 38745 հոգի արդեն ստացել է, հենց այս պահին 1500 հոգու գործ ստորագրման է, ոնց որ շուտով կլինի ձերը։ Այս կողմ թե այն կողմ։ Պտտվելու բնավորություն կա, հա։ Հա։ Բայց այդտեղ շենքեր կան, հա։ Շենքերը ծախսում ենք։ Հա, օքեյ, գնացի։ Հա, այս փողոցը սենց գնում է բուլիժնիկներին է, չէ՞ կպնում։ Հա։ 141 գործ։ Նորավ են անորոշված։ 2 տարի է։ Հա, սխալվող։ Բարև ձեզ։ Ձախով, հա։ Հա, դատարանն է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ, մերսի, շնորհակալ ենք։ Էս հա, էս դպրոցա։ Նա ցույց տուր։ Այս մեր 300 դպրոցներից մեկն է ակնհայտորեն, սենց հրաշալի վիճակում։ Ինքը եղել է, բայց վերակառուցվել է, չէ՞։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Գործերը ոնց է։ Հարկացու։ Ավտոքշել սովորում են մարդիկ։ Բարև ձեզ։ Իսկ ընտրություններին տեր են խաղաղությանը։ Անպայման։ Դե լավ կսովորացնենք մեր բարեկամներին։ Լավ եք։ Իրոք Որ լավ հետո զրկվելու ախնդիր չառաջանա։ Ճանապարհ տվեք։ Բայց դες դպրոցը վերջն է, շատ սիրուն է։ Ինքը ավակ դպրոց է, թե միջնակարգ է, ավակ է, հա։ Հա, հələ։ Քանի որ տարածքում չնայած հիմա դաս չկա, քարոզչության հարց չկա, բայց նա տենց լավ ցույց տուր էլի։ Դրոշով, բանով, լավ աբլիցովկայով, նոր տանիքներով։ Այս մեր բանն է, հələ մի հատ ինձ նկարի։ Այս մեր հերթական դղյակներից է, իմ անձնական դղյակն է։ Դες տեսել ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Չխանգարեմ, առևտուր արեք, մի հատ գամ ձեր մոտ էլ, եթե դեմ չեք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Անորը Վերջացրեց։ Համեցեք։ Տուրիստյանն էս այդ վճարը թոշակառուների մինչև պետք է մինչև ամսի 19-ը այդ գումարը ծախսվի նոր կգա վրան։ Չէ, ծախսում ես նախորդ ամսվա ծախսածի վրա գալիս է մինչև հաջորդ ամսվա տենց այդ օրերը, մինչև 15-20-ը։ Այդ ժամանակ նստում է։ Հա, բայց նախորդ ամսվա ծախսածի վրա է հաշվում։ Իսկ եթե ես այսպես բանում եմ, ամսի 19-ից հետո մինչև 19-ը եթե չես հասցնում ծախսես, ծախսում ես 19-ից հետո չկա դες բան, այսինքն ամսի 1-ից 30-ը կամ 31-ը նայես քանի օր է։ Ինչքան ծախսեցիր, դրա 20%-ը ոչ ավել քան 10000 դրամ։ Ուրեմն սխալ բան եմ։ Հա, մեզ լսեք։ Հա, Ուրիշներին մի լսեք։ մինչև 19-ը եթե հասցնես ծախսել կգա այդ։ Ոնց եք, բարև ձեզ։ Ոնց է գործերը։ Ուզում եմ փոխանցել մեր նախընտրական ծրագիրը ու վարչապետի ուղերձը ու կոչ անել մասնակցել եւ պետք կանգնել խաղաղությանը։ Լավ եղեք, գործերին հաջողություն։ Ուր։ Շատ ենք։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Չէ, այս դպրոցը սենց
Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ մոտենալ։ Չէ։ Լավ եղեք։ Լավ եղեք։ Ամեն ինչ իշխոստացել ենք, անում ենք։ Այս նույն մանկապարտեզի հակառակ կողմն է, հա։ Հա։ Էս էլ է մանկապարտեզ, էսենց երկու հատ մանկապարտեզ ու աշխատում են երկուսն են։ Դե էս էլ պետք է վերանորոգել ակնհայտորեն։ Գիտեմ ծրագրի մեջ եմ։ Հա, կարվի, ամեն ինչ կարվի։ Ինչ։ Ինչ վիճակում է եւ ինչ Հա, լրի, դոհի պոստը է, լրի։ Հա։ Հա։ Գնացինք։ Եղանակը այսօր բարեհաճ գտնվեց մեր նկատմամբ իհարկե։ Սեշ է։ Գնացինք, հա, գնացինք։ Դրսում բայց մեկ կամ արդ չկա, չեմ։ Եղանակը լավ է։ Հա, հասկանում եմ, բայց մեկ է, ես ասում եմ։ Կյանքը տեղափոխվել է մոլեր։ Բարև ձեզ։ Լավ եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է բարևել սենց վերևից ներքև։ Ոնց է գործերը։ Բարև ձեզ։ Ամսի 7-ին տեր կանգնենք խաղաղությանը։ Չմոռանաք, ձեր ձայնը կարևոր է։ Լավ եղեք, առողջ եղեք, ստեսցում։ Էլի բակ։ Էլի նոր բակ կառուցված։ Ես անկեղծ, պրոստը պարզապես հիացած եմ։ Այս նորքի 4 զանգվածով ամենաշատը ոնց որ ստեղա կառուցված։ Հա, իհարկե։ Ու կարևորը պետք է խնամենք այս բակերը։ Ոնց եք երեխեք։ Լավ, մերսի։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Բարև ձեզ։ Մեր նախընտրական ծրագիրը փոխանցեմ ձեզ։ Խնդրեմ ծանոթանաք։ Հաստեղ ավտոտնանքներ ա եղել։ Աջ ձախ։ Բարև ձեզ։ Լավ մեծ է, 4 մասիվն էլ է լավ մեծ։ Ոնց է, կարելի է։ Լավ գործի վրա եք։ Ոնց է գործերը։ Մասնակցում ենք, տերենք, լավ եղեք։ Գարաժներ են։ Ո՞մ ասում ենք, հիմա ես մի քիչ մոլորվեցի։ Ես մի քիչ կլինի, ոչինչ։ Հիմա մենք հա, արդեն վերջերն ենք, հա։ Հա, հասկացա, որ մասերն ենք, օքեյ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ մոտենալ։ Ոնց է գործերը։ Այս հունիսի 7-ի համար ինչ եք մտածում ընտրությունների։
Ոնց է սաղբիրից, լավմատ միշկա։ Տերենք խաղաղությանը։ Դերենք, բայց ես դες բանից դոչուն եմ։ Դե, այսինքն չեք մասնակցելու ընտրություններին, ինչի։ Ինչի։ Ես իմ չեմ սի։ Ճիշտ չի, պետք է մտածել այդ ուղղությամբ։ Լավ եղեք։ Հետո ձախ գնանք նորից, հա։ Հա, բարև ձեզ։ Կարելի է ձեզ մոտենալ։ Ձեզ մի հատ բարևեմ։ Տեսնեմ ոնց եք։ Ոնց է գործերը։ Թույլ կտաք։ Բարև ձեզ, ոնց եք։ Ինչով օգնեմ ձեզ։ Չէ, այսօր որոշել եմ թե որ անցկացնեմ, բայց եթե դեմ չեք, ես ձեզ մեր նախընտրական ծրագիրը տամ ու կոչ անեմ Տեր կանգնել խաղաղությանը։ Համեցեք։ Հիմա չեմ ուզում, ոնց անեմ, որ մի հատ մի րոպե, երկու րոպե առանձին։ Հիմա եք ուզում։ Հիմա կարամ ասեմ։ Այս մի հատ պահեք, որ ուղի եթերը լսվի։ Այսքան լավ վոկալի։ Համ շատ լավ ընկերս աղում բայց Լավ էլի տեղը չի եղել, խնից նոր ահնասել։ Որ կողմ են գնում։ Աջ, ձախ, ուղիղ։ Բարև ձեզ։ Սենց աստիճաններով, թե սենց, հա, աստիճաններով, հա։ Ինձ բուկլետ կտակ, հա, մոքսի։ Դե գալիս են տուն, գնում են տուն են, այս չի որ գալիս են տուն ու դուրս են գալիս փոքնած, ժարդված մարդիկ, աշխատավոր ժողովուրդը։ Բայց սենց չեն կարա մտնենք մի հատ էլ սենց գնանք, հա։ Հա, սենց։ Հետո չեն կարա գանք էլ բախնել մտնենք։ Ոչինչ ժամանակ շատ ունենք մենք։ Սենց։ Սենց։ Չէ, սենց վերևով է, գնանք ու կանանք։ Դե գնանք։ Ավտոտնակները շենքի հետևը։ Չէ, նկատում սենց Կարանք գնանք իշտենք։ այսինքն ուր ապեք մեզ գնալ, որտեղ որ մարդը։ Սենց ուղիղ են գնալու լիքը մարդ։ Սենց։ Թե սենց։ Սենց։ Հա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վուլկանիզացիա։ Սենց, հա։ Այսա, կարանք սենց էլ վարսանակ, հա։ Չկա, սենց հետևով գնանք, հա։ Բակա։ Okay.
Այս աստեղ էլ ոնց որ քաղաքացի ունենք։ Ահա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է մոտենալ ձեզ։ Չեմ ուզում խոտերի վրայով գամ, լավ։ Սենց արի այս անգամ բան անեմ, խախտեմ, բայց դուք մի եկեք։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Այս հունիսի 7-ի համար հեչ ինչ եք մտածում։ Կարևոր օր է ինքը ընտրությունները։ Կարևոր է, չէ՞ որ բոլորս մեր ձայնը տանք մեր նախընտրած քաղաքական ուժին։ Դե ես գիտեք, ներկայացնում եմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վարչապետի գլխավորությամբ ու կոչ եմ անում, որ տեր կանգնենք խաղաղությանը, որտեղ դրանից ավելի կարևոր բան կարծում եմ չկա։ Լավ եղեք, առողջ եղեք։ Մերսի։ Զգուշ։ Համեցեք։ Բայց մեկ է բան է, էլի։ Զգուշ։ Ձախի վրա էլ։ Չէ, մարդիկ գործ են անում։ Գարաժային գործեր է, զակրուգլացիա են անում։ Չէ, եկեք երևի այն ուղղությամբ, հա, նստեղ կա։ Որ կողմով։ Հա։ Բարև ձեզ։ Կողմով չեք գնացի։ Չէ։ Այս են խանութի փողոցն է։ Ուղիղ։ Բարև ձեզ։ Հա, ստեղով հիշեցի այս մասը։ Այս էլ է բանուկ հատված։ Այն կողմի վրա, բայց մարդիկ ունենք, որ քաղաքացիներ։ Բարև ձեզ։ Չէ, լավ, արի քայլենք, սենց։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Ձեր գործերը առողջությունը։ Մեր ու ձեր գործերը նույնն է։ Եթե ձերը լավ է, մերն էլ է լավ։ Մերը լավ է, ձերն էլ է լավ։ Այնքան կուզեմ ձերը լավ լինի, որ մերն էլ լավ լինի։ Դե լավ եղեք, առողջ եղեք։ Հունիսի 7-ին չմոռանաք։ Բարև ձեզ։ Արծես։ Ստեղ եղել ենք, ստեղ ես երկրորդ անգամ եմ գալիս, այս նույն այգին չի։ Գնում եք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Կարելի է ձեզ փոխանցել մեր նախընտրական ծրագիրը ու խնդրել տեր կանգնել խաղաղությանը։ Չէ, եկեք։ Տեղ եղել ենք, բայց չենք եղել ստեղ։ Հա։ Բայց դիմացի այդպես քայլենք։ Սենց քայլել ենք, հա։ Հա, օքեյ։ Զգուշ եք։ Այսինքն երկրորդ կռուգն եք տալիս հիմա։ Չէ, այստեղից արդեն եկում ենք չենք։ Հա, օքեյ։ Այսօր արդեն 25,000 քայլի մոտ 1000 կալորիա։ Բարև ձեզ։
Բարև ձեզ։ Այս մեր Վաղեմի ծանոթն է արդեն։ Եթերում ենք ուղիղ։ Մաքսիմում կարամ բուկլետ տամ քեզ։ Չեք նկարում։ Չեք նկարում։ Գիտեմ, հետո կասես։ Բան նախավ ինչի համար եմ ասում, որ վարչակողմը հատվածով իջնենք այդ բակ մտնենք, մենք այնտեղ ունենք բավականին ոչ լավ վիճակում գտնվող բակային հատված։ Բայց այս արդեն այնքան տեսանք, պարոն Վարդանյան, այստեղ այնքան սարքած բակ կար, որ այտենց կոնկրետ մարդ ուզում է ուրիշ տեղ իր տները ծախի գա չորրորդ մասի։ Այո։ Ու հիմնականում Բարև ձեզ։ բարև ձեզ։ Գետայինը որն է, պարոն Պրոսյան, 4-րդ մասիվում բավականին շատ ավտոտնակներ ապօրինի ապամոնտաժվել, Հա։ որտեղում կառուցվել նմանատիպ այգիներ, ու այս բակում բնակիչները հավաքվել մեզ կանչել էին, ես այդ ժամանակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն էի նույնիսկ, կանչել էին, ասում էին մենք ուզում ենք, որ քանդեք մեր ավտոտնակները, որտեղ մենք տեսել ենք դուք ինչ եք սարքում, ու այս բակում այնց սիրուն սարքած այդպես հատված ունենք էլի։ Եթե հիշողությունս ինչ չի Գավաճանում կարծեմ նաև այդտեղ եղել է ավտոտնակ, որը ունեցել է սեփականության վկայական ու բնակիչ ասում էր քանդեք իմ ավտոտնակը։ Դե իհարկե։ Այո։ Հա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Իհարկե։ Չնկարեք, էլի խնդրում եմ։ Բայց ուղի եթերում ենք, մի անգամից ասեմ։ Չենք նկարի, բայց ինչ ասեք, բոլորը լսելու են։ Կամ կարանք հետո։ Ամուսինս նոր ամահացել, ես ես չեմ կարող էլի հիմա ուղի եթերում խոսել, բայց հարցը ստեր ոլորտին չի վերաբերվում։ Դավիթ Բեկով Դուք գնացեք ես գնամ։
Տիկինը չուզեցավ իհարկե բարձրաձայնի, բայց ես իր փոխարեն կբարձրաձայնեմ, խոսքը երթևեկությանն է վերաբերվում, հատկապես ծանր մեքենաների շարժին, որոնք որ խցանումներ են առաջացնում քաղաքում, բայց իհարկե լուծումները պետք է գտնվեն, բայց այդպես հեշտ չի, որովհետև օրինակ բետոն գիշերը չես կարող բերես այդ շինարարություններով տեղեր, որտեղ չեն կարող բետոն գիշերը անեն, ցերեկն են անելու, բայց ինչ որ մյուս մասերը, որոնք հնարավոր է բերել դատարկել, բայց այդտեղ էլ ուրիշ խնդիր կա, այդտեղ էլ աղմուկի խնդիր կա, երբ որ մյուս քաղաքացիներն էլ աղմուկից են անհանգստանալու, հա, նաև ցանցերի հարցը շինարարության մեջ, որ քաղաքապետարան ուշադիր է լինում, կոնկրետ հասցե տվեց մեր քաղաքացին, որ ես կխնդրեմ ավելի ուշադիր լինել, ինչպես նաև վարորդական իրավունքների հետ կապված հարցերը, որը շատ կարևոր է, բարև ձեզ։ Ոնց եք, ոնց է գործերը։ Լավ եղեք։ Տենց։ Իհարկե, մեր համապատասխան մարմինները պետք է ավելի ուշադիր բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Շատ լավ։ Տամ մի հատ մեր նախընտրական ունեք, ոչինչ չի խանգարի։ Անձամբ ես Իրան եմ անելու։ Ամսի 22-ին գալիս է, կարակ հանդիպեք։ Մերսի։ Ակնհայտ է, որ բնակիչները բոլորը սպասում են ամսի 22-ին, բան նախարար։ Նաև, Մենք շփվում ենք, այո, բոլորը հասնում ենք այդ բակը։ Այո, հեսա հասնում ենք այդ բակը։ Այստեղ մենք պարտեզել ունենք։ Հա, շատ ունենք պարտեզ։ Ինքը էլի հա շատ վատ վիճակում էր պարտեզներ։ Շատ ահռելի ծավալի աշխատանք է կատարվել 4 զանգվածում ու ընդհանրապես մյուս զանգվածներ ավտոտնակներ էր սետկաներով սարքած այդտեղ։ Հա։ Հիմա ուզում եմ տեսնենք թե ինչ բակ է դարձել։ Շենքի կոյուղիներ վնասված ամբողջ կերտը սենց գնում էր։ Հա, ավտոները բայց մեկը կանգնած են, ոչինչ։ Ավտոտնակները էլ գոյություն չունեն։ Հա։ Այդտեղով չէր կարելի քայլել ուղղակի այդ ժամանակ։ Պատկերացնում եմ, հա։ Հա, գիտեմ, մենացել եմ։ Բայց իհարկե այնտեղ խաղահրապարակ կա, որ արդեն երևի 7 հատ տեսանք խաղահրապարակ զանգվածում, բայց էլի կան, որ պետք է վերանորոգել, կահավորել նոր խաղաբաներով, սարքերով եւ այլն։ Սենց ուր ենք իջնում։ Սենց իջնում ենք դեպի գնում ենք արդեն Գայ։ Էլի շենքի բակով, այո, շենքի բակերով երաշտականի մոտ է, չէ՞, համարյա հասնում։ Հա, չգնանք այդ կողմ, էլի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ո՞նց է։ Հունիսի 7-ին ինչ ենք անելու։ Համաչում են, սրտիկներ են անում, բայց ներսից։ Հունիսի 7-ին տեր ենք անելու խաղաղությանը, պետությանը, ինքնիշխանությանը։ Բարև ձեզ։ Ձախ աշճաններով, բայց ես արդեն բուլիշին եղել ենք մենք ստեղ հակառակ կողմից մեր քաղաքացիների հետ շփվել ենք հա ու շատ հետաքրքիր գլուց էր հա Սա էլի ոնց որ կան։ Այս ցայտաղբյուրների հարցն էլ ապրել դուծել, պետք է փակել վինտիլներով, այո, բայց ասում է ջարդում են էլի մեր սիրելի քաղաքացիները, ցավոք սրտի։ Ջուր խմենք։ Հարստությունն է, որ այսպես ուղղակի ոսելով լինում է։ Դա լուծում կա էլի, կնոպկեքով, բարև ձեզ, ոնց եք։ Հակա տաղավարը։
Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ դու ոնց ես։ Ստեղ հա։ Վերև թե ներքև։ Կարող ենք բարձրանալ վերև։ Վերևը։ Հա։ Վերև թե ներքև։ Հայլենք դեպի ներքև, պարոն նախարար։ Գայ կողմայով, չէ, դեպի ներս բակում։ Հա, Ասած կանգառները կան։ Okay. Բարև ձեզ։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Հունիսի 7-ին տեր ենք խաղաղությանը։ Այս շենքերն են նոր են, չէ՞։ Սա կոնկրետ արդեն բնակեցված է, Հա։ պարոն նախարար։ Այն երևինները, որոնք որ 2-3 հատ կառուցվել են, դեռ բնակեցված չեն։ Սենց մտնենք, թե չէ։ Չէ, մյուս բակով գնանք։ Հա։ Գնացինք, ասում եմ։ Այս սենց գնանք։ Սա բակերը նայեցինք։ 4-րդ զանգվածը նմանա 5-րդ զանգվածին, չէ՞, պարոն նախարար։ Ոնց քայլում եք նորակառույց խաղաղապահ։ Իրականում ամեն տեղ էլ կան, այս չի որ ինչ որ միտեղ չկա, եւ ըստ էության կտորներ կար, որ ուրիշ սարքելու տեղ էլ չկա։ Այսինքն որտեղ որ հնարավոր է սարքել, սարքած է։ Եվ իհարկե հա պետք է միշտ խնամքով վերաբերվեն հենց առաջին մեր բնակիչները, հետո նաեւ քաղաքային իշխանությունները, վարչական շրջանը, որովհետեւ Պարզա, որ ինքը մաշվող բան է, երեխաները խաղում են, չեն կարա չխաղան, եթե սարքածա խաղալու համար պետք է խաղան ու նաև կմաշվի, պետք է փոխել պարբերաբար, եթե ռետինա կամ արհեստական ծածկ կա կամ այդ բաները, բայց եթե խնամքով վերաբերվես, իհարկե շատ երկար կծառայի, որտեղ մեկը դա հանրային գույք է, մեր քաղաքացիների տված գույքահարկով վճարած այլ հարկերով են սարքվում դրանք, կառուցվում։ Աբան եկանք այսօր։ Բարև ձեզ։ Ոնց եք, կարելի է ձեզ բարևել։ Ոնց է գործերը։ Տերենք խաղաղությանը։ Լավ եղեք, շնորհակալություն։ Բարև ձեզ։ Զգուշեք ավտո, մեքենա, ճանապարհ տվեք։ Ուղիղ, հա։ Բարև ձեզ։ Ստեղ չենք եղել։ Հա։ Էս Այդտեղ գնանք։ Վերևով գնանք, թե ներքևով։ Վերևով։ Վերևով գնանք, բարեկարգը փոխվածն նայենք ուրեմն։ Բարև ձեզ։ Ուկլետ տվեք մեր քաղաքացիներին, ծրագիրը տվեք, ով շտապում է եւ խոսելու ժամանակ չունի։ Այստեղ աչքի կողմը հատվածում այդ բարեկարգված։ Էս կտորը։ Պարոն Ավինյան եկավ ժողովրդի հետ խոսած, հետո սարքեցին, էլի։ Էս հատվածը, հա։ Շատ լավ է։ Դե հա էլի ախր ոնց կարելի է։ Մենք ենք օգտագործում, մեր երեխեքն են խաղում, մեր տատիկ պապիկներն են։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եղեք։
Պարոն Աբաջան, հասանք երաժշտական դպրոցին, չէ՞։ Ինչից։ Չհասկացա։ Ես 6-ին եմ զարթնել, դուք ձեզ նայեք ամեն օր։ Գործի օրերին 5:30 էի զարթնում, հիմա 6-ին։ Գնացել եմ սպորտզալ, հետո գործերով։ Այս մանկապարտեզ է էլի։ Մանկապարտեզ է սա։ Բայց մեկը էս էլ է վերանորոգման։ Սա պարոն նախարար, որ վերանորոգել ենք արդեն ստեղ։ Հա։ Ուզում եմ պատկերացնենք, որ սրանից մի 8 անգամ, 9 անգամ վատ վիճակում են գտնվել։ Հա, վատ ա եղել։ Նույնիսկ Բարև ձեզ։ Կարելի է մոտենալ ձեզ։ Կարճ շատ չենք խանգարի։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Ես էլ եմ Թորոսյան, դուք էլ եք Թորոսյան։ Ուրախ եմ շատ։ Մանատես։ Անցեք։ Այս հունիսի 7-ի համար ինչ եք մտածում։ Կարևոր օր է ինքը։ Գախնիկ, այո։ Չէ, լավ է։ Իհարկե գասելու մենք ընտրելու։ Ճիշտ եք անելու, բայց կարևոր է, գիտեք որ կարևոր է։ Ես է թույլ տամ ուրեմն գախնիկը չբացահայտելով ձեր կոչանել, որ պետք կանենք խաղաղությանը։ Լավ եղեք, շնորհակալություն ստացին։ Սրկա 3-4 հատ մանկապարտեզ վերանորոգված չի, 2 հատ դպրոց։ Հա։ Դե ամեն ինչ պիտի վերանորոգվի աշճանաբար։ Դե 300 դպրոց 500 մանկապարտեզ որ ասում ենք, դա մի փոքր մասն է իրականում նոր մանկապարտեզները պետք է կառուցվեն, որոնք երբևէ չեն եղել ու տենց շարունակ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Վարկերում մենք փոքրիկ խաղաղապարակներ էլ ունենք Չորրորդ մասիվում։ Էս է մեկը էս հատվածում այլի։ Այսի խաղաղապարակ չէ, սա ավելի շատ նստելու տեղ է։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Տերենք։ Տերեն։ Բլոտի սաստավն է, հələ տեսով չենք խանգարի։ Չենք խանգարի հաստատ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Բարև ձեզ։ Շատ լավ է։ Ոնց է գործերը։ Ով է կրում։ Ընկերությունը։ Ուժեղ հաշիվ է գրվում։ Ոնց է։ Տերենք խաղաղությանը։ Այո։ Լավ եղեք։ Չխանգարեն կարևոր խաղին։ Շատ։ Ոնց ասեք։ Բարև ձեզ։ Իշտենք հետո Բարսելան կաչ։ Մենք բան նախարար ասեք գնանք կենտրոնական մեր ստեղի ճանապարհի վրայի գրասենյակի մոտ։ Չէ, գրասենյակի գնալու անհրաժեշտություն չկա, քայլում ենք, քանի եղանակը թույլ է տալիս, քայլում ենք։ Բարև ձեզ։ Բուկլետ տայիք։ Սենց, հա, թե ուղիղ հետո։ Հա, օքեյ։ Սենց շենքի բականորից անում հետապնդում։ Այսօր բանի հեռախոսը չխաբեց, էլի եղանակի մասով փաստորեն։ Ասում էր, որ անպամած է, բայց անձրև չի գալու ու տենց էլ եղավ։ Ինչե որվա ավարտ տենց է տալիս, չէ։ Հա ոնց որ։ Բարև ձեզ։ Ձախ։ Ձախով գտնենք։ Հա։ Զգուշեք մեքենաներից։ Այս բանն է, հա, հələ մի հատ ցույց տուր, էլի։ Որքան եղա մոտիկից։ Հրաշալի, այա, պարզապես։
Բարև ձեզ։ Ինչ ենք անում։ Բակով կարանք գնանք, կարանք մի փոքր դիշնենք մյուս բակ մտնենք բան նախարարը, դեպի ուղիղ գնանք։ Ոնց ասեք, դուք եք ճանաչում։ Չփնենք բնակիչների հետ, հետո Okay։ մյուս բակ գնանք։ Երեխեքը լավ է, դուրսը մեկ է խաղում են։ Ոնց ես պստո։ Բարև ձեզ։ Լավ եք։ Ընդեղից դուրս գալու տեղ կա այն կողմով։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Ոնց է գործերը։ Թույլ կտաք ձեզ հանձնեմ մեր նախընտրական ծրագիրը ու կոչանել, որ այս երեխեքի համար խաղաղություն բերենք միշտ։ Լավ եղեք։ Ոնց, աչ ձախ։ Ուղիղ։ Հա։ Ձախ, հա, ենթադրում եմ։ Տեղ կա իջնելու, հա։ Որպեսզի իջնենք ներքև իջնենք բակ, էլի։ Նոր-նորքի լաբիրինթներում ենք, էլի։ Բառիս ուղիղ իմաստով։ Այս արդեն գայի պողոտն չի։ Գրեթե։ Հա։ Այդտեղից հեսա ձախով մտնում ենք այս շենքերի բակերով գնանք։ Բայց իսկ ոմա չարժ այստեղ մտնել։ Այստեղ երեխեքին ենք խանգարելու։ Բարև ձեզ։ Տեսություն։ Հա, երեխեք։ Ոնց է։ Կարող այստեղ արդեն ավարտենք, հա։ Այս կոմի վրա Այս շենքն է ուղիղ, վերջի շենքն գազնունի շենքն է։ Հա։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ է գործերը։ Լավ եղեք։ Միասին ժողովուրդը պիտի հաղթի։ Ու ամեն մեկը որ մտածի, որ իր ձայնը կարևոր է, ժողովուրդը միշտ կհաղթի։ Ով ասի, որ չէ, մեզնից ոչ մի բան կախված չի, ապա չէ։ Հենց որ հունիսի 7-ին թիվ 16-ին, լավ եղեք։ Անպայման, անպայման։ Դե փաստացի այստեղ կարող է մարդիկ լինեն այս այգում։ Այս այգում փոխեցրել Հա։ Եկեք նստենք մի քիչ ամփոփենք մեր այսօրվա բաները։ Ուֆ, հեռուստադիտողներին ասենք այսօր ինչ արեցինք ու նորից հիշեցնենք, որ մայիսի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիական պայմանագիր կուսակցության թիմը այցելելու է նոր վարչական շրջան։ Ամեն ինչ անելու են, որ լինենք բոլոր զանգվածներում, բայց վերջնական ինչ դժվար կլինի հիմա ասել, նաև ջրվեժում, որ մեր քաղաքացիները հնարավորություն ունենան շփվելու վարչապետի հետ, հարցեր տալու, տարբերանշաններից ստանալու մեր քարտեզի տեսքով, երեխաները նաև մեր բրենդային բլիթները ստանալու ու բարձր դրամատրությամբ շարունակելու քարոզարշավը եւ հետո ամփոփելու հունիսի 7-ին ժողովրդի լիակատար հաղթանակով։ Ավելացնելու
Բանում եք հարգելի գործընկերներ։ Թե ամփոփենք ուղիղ եթերը։ Համարյա մի ժամուկես քայլեցինք Ես կարծում եմ, որ մենք ամսի 22-ին եւս մեկ անգամ ցույց ենք տալու, թե Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները ոնց են ցանկանում տեր կանգնել խաղաղությանը, տեր կանգնել ինքնիշխանությանը եւ բոլորը ինչքան են մեզ շատ սիրում եւ մենք ենք իրենց շատ սիրում։ Կապի մեջ։